ինտերեսպարյան կարող եք եւ անցնել հարցերին։ Ողջույն, հարգելի ընկերներ։ Ոչ վաղ անցյալում, դեռևս 2025 թվականի հոկտեմբերի 23-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից ակնհայտ ապօրինաբար բացառապես իր մասնագիտական գործունեությունը իրացնելու հանգամանքների բերումով Գյումրի քաղաքում գտնվող Ռուբեն Մխիթարյանը, ինչպես գիտենք, կալանավորվել էր։ Շուրջ 1 ամիս գտնվեց ապօրինի կալանքի տակ եւ 2025 թվականի նոյեմբերի 18-ին մեր եզակի դատավորներից Ռուբեն Ռշտունու արդար դատական ակտի շնորհիվ Ռուբեն Մխիթարյանը, իմ գործընկերը, այսօր գտնվում է այստեղ մեզ հետ եւ նախ հրապարակավ շնորհակալությունս եմ հայտնում իրական արդարադատություն իրացնող եզակի դատավորներից Ռուբեն Ռշտունուն, ում արդարադատությունը հեռախոսակապի միջոցով չի, ով արդարադատություն չի իրականացնում SMS հաղորդագրությամբ, եթե անգամ ստանում է հաղորդագրություն, ապա այն չի կարդում կամ անտեսում է։ Ռուբեն Մխիթարյանի գործը առանձնակի էր այնքանով, որ իմ գործընկերը բացառապես, հարգելի ընկերներ, իրացրել է իր մասնագիտական գործունեությունը։ Դրա մասին ավելի մանրամասն կներկայացնի ինքը եւ ես իմ պրակտիկայում կրկին պետք է խոսեմ, որ չենք ունեցել նման դատական ակտ, կալանքի միջնորդություն, երբ նշվում է անձին կալանքի տանելու հիմքերը, օրինակ կետ A, կետ B, կետ G, բայց թե ինչի համար անձը օրինակ կխոչընդոտի, կխուսափի, բացառապես միայն A կետ, B կետ։ Եվ այդ պայմաններում Ռուբեն Մխիթարյանը ապօրինի գտնվեց շուրջ 1 ամիս անազատության մեջ։ Եվ Ռուբեն Մխիթարյանին մասնագիտական գործունեությունը իրացնելիս ոչ միայն որպես փաստաբանի մասնագիտություն, այլ նաև փաստաբանական համայնքի ողջ համայնքի, այսպես ասեմ, համայնքն է վտանգված, ինչը որ ցավալի է մեր իրականության մեջ եւ փաստաբաններս այո չենք լռելու եւ մշտապես պայքարել ենք եւ պայքարելու ենք արդարադատության, իրական արդարադատության համար։ Ռուբեն Մխիթարյանին կխնդրեմ, որպեսզի ներկայացնի իր մասնագիտական գործունեությունը իրացնելու այդ հանգամանքները եւ մեկ հանգամանք եւս նշեմ, տեսեք, երբ որ դատական նիստում քննվում է Ռուբեն Մխիթարյանի նկատմամբ կալանքի միջնորդությունը, դատարանին բազմիցս համոզելու միջոցով, այսպես ասեմ, նոր կարողացել ենք խնդրել ենք, որպեսզի այն տեսագրությունը, որը մինչ Ռուբեն Մխիթարյանի նկատմամբ կալանքը կիրառելը շրջանառվում էր դեռևս սոցիալական կայքերում, որպեսզի դիտենք դատական նիստում եւ այն տեսագրությունը, որը որ հասանելի է նաեւ բոլորիդ։ Եվ այդ տեսագրության մեջ ակնհայտ տեսանելի է, որ Ռուբեն Մխիթարյանը իրեն վերագրվող որևէ գործողություն, որևէ հանցավոր արարք, մեղադրանքում արձանագրված հանցավոր տարր չէր կարող պարունակել, քանի որ Ռուբեն Մխիթարյանի գործողությունները եղել են միայն կանխարգելող բնույթի, հանդարտեցնող բնույթի եւ նման պայմաններում Ռուբեն Մխիթարյանը գտնվել է ապօրինի անազատության մեջ։ Խոսքս փոխանցեմ Ռուբեն Մխիթարյանին։ Շնորհակալություն, հարգելի լրագրողներ, առաջին